ունեցել եք մեղքի զգացում, որ ինչ որ բան չեք հասցրել։ Իհարկե, գիտեք, ամուսինս շատ խելացի բժիշկ էր եւ հազարավոր այցելուներ ու հիվանդներ ուներ բուժած եւ ես վստահ էի, որ ինքը շատ առողջ ապրելակերպ է ընտրել, երբևիցե չի ծխել, շատ հազվադեպ էր օգտագործում ալկոհոլ, շատ պարապում էր սպորտով, ամեն օր գրեթե ինքը գնում էր լողավազան, պարապում էր եւ մեր ամուսնանալու առաջին իսկ օրվանից ինքը պարապում էր կարատեով, քունգֆույով, ֆիզիկապես ուժեղ, ինքն էլ բարձրահասակ, հետաքրքիր տղամարդ էր, բայց գիտեք ինչպես, քանի որ ինքը շատ ուշադիր էր իր հանդեպ եւ մասնագետ էր, ես հանգիստ էի եւ վստահ էի, որ ինքը շատ երկար է ապրելու, անսպասելի այդ ամեն ինչ եղավ եւ հենց այդպեսին է այդ քաղցկեղը, ինքը ոչ հաշվի առնում մարդը ով է, ինչ բնույթի կյանք է վարում, ինչ հետաքրքրություններ ունի, ում աղջիկն է, ում տղան է, ում կինն է, իր համար լրիվ միևնույնն է։ Ենթադրենք մենք միշտ ասում ենք տուբերկուլյոզը սոցիալական հիվանդություն է։ Իսկ քաղցկեղը երբևիցե չես կարող նման բան ասել։ Ինքը շատ ամենահարուստ մարդուն էլ կարող է գալ եւ բուն դնել օրգանիզմում։ Տեսեք, ես թվարկում եմ, ես հաճախ եմ ասում՝ մի խմեք, մի ծխեք, բայց ինքը այդ բոլորը չէր անում։ Բայց խնդրեմ, մի օր ես նկատեցի, որ ինքը շատ նիհարում է, ու երբ մեր մոտ բերեցինք եւ ցավոք սրտի շաքես էլ արեց իր հետազոտությունը, ես էլ սպասում եմ, թե ինչ պատասխան է լինելու, ինքը եկավ ու ինձ ասում է՝ մամ, գիտես, ենթաստամոքսային գեղձի գլխիկի քաղցկեղ։ Առաջին ռեակցիաս, որ ունեցա, չեմ հավատում ուներ, բայց ես արեցի այն ամենը, ինչ պետք է անեի, այդ առումով ես մեղքի զգացում չունեմ, ես գլուխս հանգիստ եմ դնում բարձին, այդ առումով միայն, քանի որ արեցի անհնարին անգամ եւ բժիշկներից մեկը, ով ամուսնուս շատ մտերիմ ընկերներ, եկավ ինձ ասեց՝ Տիկին Խաչանուշ, դու արդեն չափը անցնում ես, արդեն քեզ սխալ ես պահում, որովհետեւ այս մարդուն չես թողնում հանգիստ, դու իրան խանգարում ես։ Ու իսկապես ես իրեն խանգարում եմ, երևի դա էր իմ հիմիկվա զգացած միակ մեղքը, որ ես իրեն անընդհատ քաշում էի մահվան ճիրաններից ու չէի թողնում հանգիստ, որտեվ ուզում էի, որ ինքը ապրեր